Խաղաղություն քույրեր եղբայրներս, անսահման փառք Հիսուսի անվանը, մեր Տերը կենդանի է քույրեր եղբայրներս։ Երեք որ իմացա, որ այսօր պետքա խոսամ քույրեր եղբայրներ ջան, մտածում էի այսօրվա իմ խոսքը կհամապատասխանի եղբայրների խոսքին, ու տենց Տիրոջը խնդրում էի, ասում էի Տերս, ինչ խոսամ, ու Տերս խոսած իմ հետ, ասաց ինչի մեջով որ անցնում ես, ինչի մեջ որ փորձառություն ունես, գնա ու պատմի քո քույրերին ու եղբայրերին, կիսվի, սիրտդ բացի ու ես քեզ կօգնեմ ու կզորացնեմ։ Քույրեր եղբայրներս, մեր Տերը կենդանի այնքան բան ունեմ ես ձեզ պատմելու Տիրոջ գործերից։ Քույրեր եղբայրներ ջան, երբ որ ապաշխարեցի անցած տարի փետրվարին եմ ապաշխարել, Տիրոջն էի վայելում, Տիրոջ ներկայության մեջ էի քույրեր եղբայրներս, առաջի սերն էր, ու Տիրոջ ներկայության մեջ Տիրոջը վայելելով մոռացել էի ամեն իմ հոգսերը, ուղղակի կենտրոնացել էի Տիրոջ վրա։ Կարդում էի, աղոթում էի ամեն օր, քույրեր եղբայրներս, մինչև երբ որ սկսեցին այդ մտքերը Սկսեցին մտքեր գալ քույրեր եղբայրներս, պիղծ մտքեր, շատ վատ մտքեր էին գալիս, ու ինձ հակառակորդը համոզում էր այդ մտքերը, որ իմ մտքերն է քույրեր եղբայրներս, ես էլ հավատում էի, ու շատ էի տանջվում, ամեն օրս տառապանք էր քույրեր եղբայրներ, ոչ մեկի չէի ասում, տունը չէի ասում ոչ մեկի, եղբայրներիս հետ չէի կիսվում, մենակ այդ վերցրել էի պատերազմի վրա, ասում եմ ես կարամ անցնեմ ես իմ ուժերով քույրեր եղբայրներս, բայց ամեն օր իմ ուժ ու կարողությունը թուլանում էր, ամեն օր ես նորից տկարանում էի, ամեն օր հուսախաբ էի ելնում քույրեր եղբայրներ ու ասում էի մինչև երբ Տեր ջան, մինչև երբ այսքան ես պետք է տառապեմ։ Ու այդ ժամանակ էր, երբ որ այդ տառապանքի մեջ էի քույրեր եղբայրներս, Տերը ցույց տվեց ինձ երազով, որ մի հսկա գողիաթ ընկել է իմ հետևից քույրեր եղբայրներ ու ես փախնում եմ։ Ընդհակառակը ոչ թե հարձակվում եմ, այլ ես փախնում եմ, ուժ չունեմ ոնց որ գործադրելու, փախնում եմ։ Ու այդ ժամանակ ավելի էր վատանում մի վիճակը գնալով ու ես չէի գտնում երգը քույրեր եղբայրներ։ Անգամ այնպիսի վիճակ էր, որ չէի կարողանում գիրքը բացեի ու կարդայի քույրեր եղբայրներս։ Ու շատ եմ լացել, շատ եմ աղոթել ու եկավ մի օր, որ մտքերը փոխվեցին կասկածանքների քույրեր եղբայրներ, անընդհատ կասկածանքներ էր իմ մեջ։ Գիրքը բացում էի, հենց որ Տիրոջ անունը պետքա կարդայի, կասկածանքները ինձ տանջում էին։ Ու ինձ թվում էր ես հավատ չունեմ, այդ տիպի արդեն հակառակորդը ինձ համոզել էր, որ ես կասկածող եմ, ես հավատ չունեմ, իմ մոտ ոչ մի բան չի ստացվի, քույրեր եղբայրներս, շատ էի ուսախաբվել, որ արդեն ուժ չունեի, կարողություն չունեի, արդեն առողջությունս լավ չէի զգում, նևրոզային վիճակ էր սկսվել մոտս քույրեր եղբայրներս, անընդհատ գլխացավեր, ամեն օր ու դա մի ամիս չի եղել քույրեր եղբայրներս, 2 ամիս, այլ համարյա մի տարի քույրեր եղբայրներս, մի տարի ամեն օր ես խաղաղությունը մոռացել էի, խաղաղությունը ինչ բան է։ Ամբողջովին այդ պատերազմը ես վերցրել էի իմ վրա քույրեր եղբայրներս, ու ես իմ մտքի հետ պատերազում էի, գալիս էին սուտ մտքեր, որ դու պարտված ես, դու պարտվել ես հակառակորդին, դու չես կարող հաղթես, դու հավատ չունես, ես որ լսում էի եղբայրների քարոզները, դե եղբայրները որ խոսում էին, մեր լուսահոգի վրեժ եղբայրը ասում էր մինչև Տիրոջ խոսքին չհանձնվես, քո հաղթությունը չի լինի։ Ես բացում էի, ասում էի Տեր, օգնի հանձնվեմ քո խոսքին։ Ու այդ բան որ կասկածանք էր իմ մեջ գալիս, մեր չես կարա դու հանձնվես, տենում ես չի ստացվում, դու պարտված ես, դու պետք է առաջինը հավատք ունենաս, նոր կարանաս հանձնվես քույրեր եղբայրներս։ Այդ կարգին ինձ մտքեր էր գալիս եւ ես քուն ու դաթարս կորցրել էի։ Ես ասում էի Տեր, խնդրում եմ, ուզում եմ քո տան մեջ ծառայեմ, աղաչում եմ, Հիսուս ջան, ինձ հանի այս վիճակից։ Ինձ առաջվա վիճակին բեր, ուզում եմ ծառայեմ, ամբողջ սրտով ուզում եմ քեզ նվիրվեմ, Տերս, բայց ասում էր դու ո՞նց ես այս վիճակից կանգնելու, դու անգամ հավատ չունես, դու չես կարող կարդաս անգամ, չես կարող անգամ աղոթես, դու ո՞նց ես մտածում Տիրոջը ծառայելու մասին։ Ու ես շատ էի ուսախաբ եղել քույրեր եղբայրներս։ Եվ ես ամեն անգամ, երբ որ աղոթք էի անում, ես հիշում էի փոքր ժամանակ, երբ որ մանուկ էի քույրեր եղբայրներս, մի օր փոքր ժամանակ քթային առօրինասություններ էի ունենում, երբ որ արուն էր գալիս, տես տատիկիս հետ աղոթում էինք եւ ես ձեռքերս բարձրացնում էի Տիրոջն էի կանչում, ասում էի Տեր, խնդրում եմ արունս կտրի, ու մի անգամ հիշում եմ, էլի անկարող վիճակ էր մոտս, ձեռքերս բարձրացրել էի, ասում էի Տեր, խնդրում եմ օգնի ինձ, եւ մեր տատիկիս քույրերից հոգեվոր մեկը այդ պայն ուրիշ տանն է լինում, ինքը տեսիլք է տենում, տեսիլքով Տերը ցույց է տալիս, որ Տերը այդ պայն իմ կողքը կանգնած է եւ ձեռքը դրել է գլխիս։ Ու այդ պայն զանգում է տատիկիս, ես այդ պայն արունահոսության մեջ եմ դեռ, եւ տատիկիս ասում է լյովը ո՞նց է, տատիկս պատասխանում է, ասում է դու ինչ գիտես, որ լյովը լավ չի, մենակ մենք գիտենք։ Ու ասում է Տերը տեսիլքով ցույց տվեց, որ լյովի կողքին կանգնած է, ձեռքը դրած է վրան, եւ իմ մոտ տպարվորվել էր դա, երբ որ ես Տիրոջ անունը կանչեմ, Տերը իմ կողքը կլինի։ Ամեն անգամ քույրեր եղբայրներս Տերը ինձ պահել է, ամեն անգամ Տիրոջ սերը փառք իրան, անսահման փառք իրան քույրեր եղբայրներս։ Անգամ ես հավատ չեմ ունեցել քույրեր եղբայրներ, հուսահատվել եմ, ասել եմ ինձանից մարդ չի դառնա, ես չեմ կարա, բայց Տերը ինձ եկել է, իր երկայության մեջ է վերցրել, ամեն անգամ ինձ զորացրել է քույրեր եղբայրներս, Տիրոջ սերը անսահման է։
Այսօր անգամ երբ որ ես խոսքեր էի պատրաստում, նույն Աշոտ եղբոր խոսքերը, երբ որ Աշոտ եղբայրը կարդում էր, այդ նույն խոսքերը Տերը խոսեց, հետո ասաց գրի գնաց կկարդաս, ես կօգնեմ քեզի, կզորացնեմ եւ կպատմես քույրերին եւ եղբայրներին։ Քույրեր եղբայրներս, Տիրոջ սերը անսահման է։ Ես պատերազմը վերցրել էի վրա, մտածում էի թե ես կարողանամ հաղթեմ, բայց ես ոնց կկարողանամ, որ Տերն է իմ փոխարեն հաղթել, Տերն է խաշվել իմ համար, քույրեր եղբայրներս։ Տիրոջ արյունն է իմ հաղթությունը։ Ես այդ հավատքը չունեի, քույրեր եղբայրներս, մտածում էի մինչև այս մտքերին ես չհաղթեմ, իմ գաղափարներով մինչև դեմ չդնեմ, չեմ կարող խաղաղվեմ։ Բայց ես արդեն խաղաղություն ունեմ, ես արդեն հաղթել եմ։ Չէ որ Տերը իմ համար է խաշվել, ես հավատացել եմ Հիսուսի սուրբ անվանը, փառավորվի իր սուրբ անունը։ Եվ գիրքը ասում է, ով որ հավատա նրա անվանը, իշխանություն կտրվի նրան, Աստծո որդի կոչվելու։ Քույրեր եղբայրներ, անսահման փառք մեր Տիրոջը, մոտավորապես 2-3 ամիս առաջ էր։ Այդպես էլի տառապանքով քնել էի եւ Տերը երազ ցույց տվեց կրկին անգամ, եւ ես տեսա ինձ, իմ հին մարդը, իմ նույն կերպարանքով ինչպես որ հիմա կամ, եւ տեսա նորածին երեխա, մոտավորապես 4-ից 5 ամսեկան իմ ձեռքերից մեջ էի վերցրել քույրեր եղբայրներս այդ երեխային, եւ ես հին մարդս այդ երազից մեջ խոսում, ասում է գցեմ այս նոր երեխային ջրի մեջ, տեսնեմ կդիմանա այս ալիքներին։ Եվ դնում եմ այդ երազից մեջ, դնում եմ երեխուն ջրի ալիքների մեջ, ալիքները գալիս են օվկիանոսի ալիքներ, շատ հզոր։ Գալիս են այդ երեխայի դեմքին են տալիս, այդ երեխան անընդհատ սկում է, հելնում է։ Ես որ ճիշտն ասեմ, այդ բանը չհասկացա երազի նշանակությունը, բայց երբ որ քնից արթնացա, հասկացա, որ Տերն է իմ հետ խոսում, ասացի Տերս, ինչ ես ուզում ինձ հասկացնել սրանով, ինչ պետք է ես անեմ։ Ու Տերը ասեց քո հին մարդու կասկածներով, քո հին մարդու սուտ ապականություններով քո նոր մարդն է տառապում, քո նոր մարդն է ընկնում ալիքների տակ, պետքա մերժես, պետքա դու մերժես հավատքով, չպետքա դու կռվես, դու չես կարա կռվես, դու արդեն հաղթած ես ինձանով, դու ուղղակի պետքա մերժես, որովհետև դրանք ստություններ են, դրանք քո հին մարդու անապականացու մտքերն են, որոնք քո վրա իշխանություն չունեն այլևս, որովհետև ես քեզ փրկել եմ, դու իմ արյան պաշտպանության տակ ես, ես միշտ քո հետ եմ ու դա ինձ եղավ բժշկություն, քույրեր եղբայրներից, ես սկսեցի օգտագործել, սկսեցի մերժել եւ ես հասկացա, որ իմ նոր մարդս նորից կենթանանում է, իմ նոր մարդս նորից ուժովնում է, որովհետև ես խաղաղությունը մոռացել եմ ինչ բան է, քույրեր եղբայրներս։ Ես ամեն օր երբ որ քնից արթնանում եմ, ասում եմ ինչ անեմ, ինչով ինձ ցրեմ ոնց որ այսպես ասած կոպիտ ասած որ խաղաղություն գտնեմ։ Գնում էի դասի, չէի կարողանում դասերի վրա կենտրոնանալ, ասում եմ ինչ անեմ, որն է իմ երգը, Տերս։ Եվ Տերը միշտ իմ կողքին է եղել, քույրեր եղբայրներ, ամեն վարքյան ես Սուրբ Հոգու ներկայությունը զգացել եմ։ Մի օր, երբ որ այդ վիճակների մեջ էի, ամեն օր հիասթափություններ եմ ունեցել, ամեն օր, եւ ես մտածում էի, որ Տերը ինձ թողել է, ասում էի, Տեր, դու ոնց ես իմ կողքին, այսքանից հետո դու ոնց կարաս իմ կողքին լինես, Տեր ջան, այսքան իմ սխալներից հետո ես չեմ կարողանում այս մտքերին չհավատամ, Տեր ջան, ես չեմ կարողանում քո խոսքին հավատամ, դու ոնց ես իմ հետ։ Ու Տերը խոսաց իմ հետ, քույրեր եղբայրներս, Տերը ասեց, իմ ընտրությունը քո անելու մեջ չի, իմ ընտրությունը, որ ես քեզ ընտրել եմ, իմ ընտրության որոշման մեջ ես հաստատ եմ, քո անելուց չի, քո գործերից չի իմ ընտրությունը, ինչքան լավ դու անես, ինչքան վատ անես, ես քո կողքին եմ, քո տկար ժամանակին եմ ես քո կողքին, քո հզոր ժամանակին եմ ես քո կողքին, ես միշտ քո կողքին եմ ու ես քեզ քայլել եմ սովորացնում, ասես Տերս, դու պետք է քայլես ու իմ տանը ծառայես, ասես Տերս, հայտնապես խոսած եւ ես իմացա, որ ես պետք է Տիրոջ ծառան դառնամ։ Ու ես սրտանց ուզում եմ Տիրոջը նվիրվեմ, իմ կյանքս Հիսուսին է պատկանում, ես առանց Հիսուսի իմ կյանքը չեմ պատկերացնում։ Ես շատ դժվարությունների մեջ որ Տերս ինձ պահել է, իր անսահման զորությունը ցույց է տվել, քույրեր եղբայրներս։ Մեր Տերը ամենակարող Աստված է, մեզ շատ անգամներ թվում է, որ Տերը մեր վիճակից տեղյակ չի, մեր Տերը չգիտի մեր մասին, բայց մեր Տերը ամեն բան գիտի, քույրեր եղբայրներ, ամեն ինչից, ամեն վարքյան մեր Տերը մեր կողքն է, ամեն պահ, ամեն ցավին, ամեն տառապանքին մեր Տերը մեր ձեռքից բռնել է, ամեն քայլափոխի մեր Տերը մեր հետ է, փառավորվի իր սուրբ անունը։ Երբ որ ես մանուկ էի 6 տարեկան էի, քույրեր եղբայրներս, քնեցի եւ տեսա Տիրոջը լույսի մեջ, իր փառքը ես տեսա, քույրեր եղբայրներս։ Եվ Տերը խոսեց ինձ հետ, ասեց՝ մի վախեցի Լևոն, իմ անունը տվեց Տերը, ասեց՝ մի վախեցի Լևոն, ասեց դու միշտ իմ աջ ձեռքի մեջ ես, ես քեզ միշտ բռնել եմ, ես միշտ քո հետ եմ, մի վախեցի։ Եվ ինձ այդ խոստումն է Տիրոջ պահել, քույրեր եղբայրներս, երբ որ ես հիշում եի Տիրոջ խոստումը այդ նեղ տառապանքի մեջ, հիշում եի, որ Տերը խոսք է տվել, որ իմ հետ է, որ ես չի վերջանալու։ Հակառակորդ ասում ես քո վերջն է, դու ստենց ոնց ես կարգավորվելու։ Դու արդեն հիվանդ ես, նևրոզներ կան քո մոտ, արդեն դու չես կարողանում կարդալ, չէի կարողանում կենտրոնանալ անգամ, քույրեր եղբայրներս, երբ որ ուզում էի գալիս էի պաշտամունքի, ասում էի մի քիչ գոնե խոսք լսեմ, կենտրոնանամ, կարողանամ ուղեղս աշխատացնեմ, Տիրոջ խոսքը ընդունեմ, չէի կարողանում կենտրոնանալ, քույրեր եղբայրներս։
եւ մի օր կծնկեցի, աղոթեցի եւ Տերը ինձ բժշկեց։ Հիսուսի անունը փառավորվի։ Ամեն նևրոզային վիճակները, ամեն բան Տերը մաքրեց։ Հիսուսի անունը փառավորվի։ Այսօր խոսքեր եմ պատրաստել քուրեր եղբայրներս, կարդամ Տիրոջ օգնությամբ իր անվան փառքի համար։ Սկզբից կարդալու եմ 2 Կորինթացիների 10-րդ գլխի 4-ից 5-րդ խոսքը։ Վասնզի մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, հապա Աստծուց մեզ զորություն առած, ամլոցներ քակելու։ Մենք խորհուրդներ կքանդենք եւ Աստծո գիտությանը դեմ բոլոր հպարտացած բարձր բաները ու բոլոր մտքերը, որ Քրիստոսին կհնազանդեցնենք եւ գերի կանենք։ Փառք Հիսուսին, քուրեր եղբայրներս, իրոքից մեր զինվորության զենքերը մարմնավոր չեն, մենք մարմնավոր զենքերով չենք կարա։ Մենք մենակ կարանք Տիրոջ շնորհքով, Տիրոջ արյանը հավատալով, որ Տերը մեզ ազատ արել, դա է մեր հաղթությունը, քուրեր եղբայրներ։ Ես ասում եմ, երբ որ ես հավատքով իմ վկայության խոսքով ասացի Հիսուսի արյունն է իմ հաղթությունը, իմ վիճակը լավացավ, քուրեր եղբայրներ։ Երբ որ ես ընդունեցի, որ Տերն է իմ փոխարեն հաղթե, որտեղ ես անկարող էի հաղթելու, որ Տերն է իմ համար խաշվել, որ Տերը իմ համար մեռել է, որ ես ապրեմ։ Տերը իմ համար չարչարվել է, որ ես ուրախ լինեմ։ Իմ խաղաղության պատիժը Տիրոջ վրա է, քուրեր եղբայրներս։ Մենք պետք է դա հավատքով ընդունենք այս պատերազմների մեջ։ Հաջորդ խոսքը պետք է կարդամ Եսայի 42 գլուխ 16-րդ խոսքը։ Կույրերը իրենց չգիտած ճամփում մեջ պիտի պտտցնեմ, զանոնք իրենց չգիտած շավիղներում մեջ պիտի քայլեցնեմ։ Անունը փառավորվի Հիսուսի, սա Տիրոջ կողմից մեզի խոստում է։ Երբ որ մեր կյանքում լինում է, որ մենք կույրանում ենք, չենք տեսնում ապագան, չենք տեսնում, լույս չկա մեր կյանքում, բայց Տերը մեր համար խոստում ունի։ Մեզանից մնում է, որ մենք սրտանց ուզենք, ասենք Տեր, մեր միտքին չի հասնում մեր վիճակից, բայց մենք ուզում ենք ազատություն, Տեր, մենք ուզում ենք քեզ ծառայենք, մենք ուզում ենք քո մեջ ապրենք, Տեր Հիսուս ջան, ու Տերը մեր համար խոստում ունի, իր անունը փառավորվի։ Հաջորդը կարդալու եմ Եսայի 40-րդ գլխի 28-ից 31-րդ խոսքերը։ Միթե չգիտցար կամ չլսեցիր, թե ավիտենական Աստվածը, Եհովան, երկրի ծայրերուն ստեղծիչը, չի հոգնիր ու չի թուլնար, անոր իմաստությունը չի քննվիր, անիկա է հոգնածին ուշ տվողը ու կարողություն չունեցողին շատ զորություն հասցնողը։ Երիտասարդները անգամ պիտի հոգնեն ու թուլնան, եւ ընտիր կտրիչները բոլորովին պիտի իննան, բայց Տիրոջը ապավինողները ուժը պիտի նորոգվի, եւ անոնք արտիվներու պես թևերով պիտի վեր ելնեն, պիտի վազեն ու չթուլնան, պիտի քայլեն ու չհոգնին։ Ալելույա։ Ես կենթանի Տիրոջ զորությունը զգացել եմ, քույրեր եղբայրներս։ Ես աշխատում եմ, պետքա գնում աշխատանքի, ովքեր գիտեն, օրեր կա, որ գիշերներն եմ աշխատում եւ ամբողջ գիշեր իմ ուղեղը հանգիստ չէ լինում։ Անկամ որ չէի էլ քնում այդ գումարված այդ մտքերը, այդ ծանրաբեռնվածությունը, ուժը կարողություն չունեի եւ աշխատանքի գնալուց առաջ աղոթում էի, ասում էի Տերես, ինչպես ես պետքա սենց աշխատեմ եւ Տերը խոսում էր, ասում էր անիկա է հոգնած, ես եմ քեզ ուժ տվողը, դու գնա։ Եվ ես գնում էի քուրեր եղբայրներս, ամբողջ իմ աշխատանքային ընթացքի ժամանակ Տերը ինձ ուժ ա տվել, կարողություն ա տվել, այնքան կարողություն ունեի, որ վազում էի, չէի հոգնում աշխատանքի ժամանակ։ Զարմանում էի, ասում էի, ես այս հոգնած վիճակում ո՞նց եմ ես այսպես աշխատում, ու Տիրոջ խոսքը միշտ իմ հետ ա եղել, իր անունը փառավորվի։ Հաջորդը կարդալու եմ Եսայի 5-րդ գլխի 13-րդ խոսքը։ Անոր համար իմ ժողովուրդս Տերը չճանաչելով գերի կիննա։ Այս խոսքը քույրեր եղբայրներս շատ մեծ նշանակություն ունի մեր հոգևոր կյանքում, երբ որ մենք Տիրոջը ճանաչենք, քույրեր եղբայրներս, մենք կյանքում գերի չենք ընկնի։ Երբ որ մենք Տիրոջը ճանաչենք, այդ ստությունները չենք ընդունի, քույրեր եղբայրներս։ Եվ ես ամեն օր աղոթում եմ, ասում Տերես, խնդրում եմ քեզ, աղաչում եմ քեզ ամբողջ սրտով, դուր որ ես քեզ ճանաչեմ, Տեր Աստվածս, դուր որ քո սերը, անսահման քո սերը ճանաչեմ, Տեր Աստվածս։ Սա այս խոսքը շատ մեծ նշանակություն ունի մեր հոգևոր կյանքում եւ վերջում ուզում եմ կարդամ քույրեր եղբայրներս Եփեսացիս 4 գլխի 21-ից 24-րդ խոսքը եւ գանք աղոթքի։ Եվ թեև անոր վրայով լսեցիք եւ անկես սորվեցաք, թե ճշմարտությունը Հիսուսի մեջ է, որպեսի ձեր վրային հանեք այն ձեր առաջվա վարմունք ունեցող հին մարդը, որ խաբեբաց ցանկություններով ապականված էր, եւ ձեր մտքով ու հոգիով նորոգվիք, եւ նոր մարդը ձեր վրա հագնեք, որ Աստծո պատկերի պես արդարությունով ու ճշմարիտ սրբությունով ստեղծված է։ Ալելույա։ Եվ Տերը խոսած ետս ասես դու պետքա լրիվ այդ քո հին մարդու մտքերին, պետքա լրիվ հանես, ոչ թե պետքա դու պահես դրանք քո գլխում ու դրանց հետ կռիվ հանես, այլ մերժես, որովհետև դու արդեն նոր մարդ ես ինձանով, դու Աստծո զավակ ես, դու Աստծո որդի ես, ես քեզ իշխանություն եմ տվել, դու ինձանից ես ծնված, Սուրբ Հոգին քո մեջ է բնակվում, իմ հոգին ես քո մեջ եմ ուղարկել,
Եվ գրքում գրված է, որ Տիրոջը հարուցանող հոգի մեր մեջ է բնակվում, իր անունը փառավորվի, մենք ամեն բան կարանք անենք մեր զորացնող Քրիստոսով, իր սուրբ հոգիով։ Եվ վերջում կկարդամ 1 Պետրոս 1 գլուխ 22-23. Ձեր անձերը մաքրեցեք հոգիի միջոցով, ճշմարտությանը հնազանդվելով, եղբայրասիրությանը մեջ անկեղծ ըլլալով, սուրբ սրտով մեկզմեկ պինդ սիրեցեք, նորեն ծնած ըլլալով, ոչ թե ապականացու սերմեն, ապա անապականացու են, Աստծո կենդանի ու հավիտենական խոսքով։ Ալելույա, մենք Տիրոջ անապականացու սերմից ենք ծնված։ Իր անունը փառավորվի, գանք աղոթքի քույրեր եղբայրներ։